Կառավարությունը 1 միլիարդ 682 միլիոն դրամ կտրամադրի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համար, զեկուցում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Արարատի մարզում 8 ծրագիր, Արմավիրի մարզում 6, Գեղարքունիքի մարզում 4 ծրագիր, Լոռու մարզում 1 ծրագիր, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 3 ծրագիր, Վայոց ձորի մարզում 1 ծրագիր և Տավուշի մարզում 3 ծրագիր։ Վարչապետ Փաշինյանն ավանդույթի համաձայն թվարկում է, թե որ համայնքներում ու բնակավայրերում են աշխատանքներ տարվելու։ Արարատի մարզի 6 համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը։ Ցուցակում ընդգրկված անունները թվարկելուց հետո Փաշինյանը դիմեց նախարարին։ Ընդհանրապես ո՞նց են մեր այս տարվա սուբվենցիոն գործերը, պարոն Խուդատյան։ Այսինքն այս տարվա չէ, այս տարվա նոր պետք է հաստատենք, չէ՞, թե արդեն հաստատել է։ Պարոն վարչապետ։ Բայց նախկինից ծավալները ահագին մեծ ծավալներ ունենք, ճիշտ է։ Նախկինից բավականին մեծ ծավալներ ունենք, պիտի ավելացնեմ, որ այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 միլիարդ 75 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում, արդեն 2025 թվականի սուբվենցիոն հայտերի հետ կապված մեկ միջկերատեսչական նիստ ենք արել և բավականին մեծ փաթեթ ունենք հաստատված, որոնք ուղարկվել են համայնքներին։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ ֆինանսների նախարարությունում նոր կարգավորումներ են մշակել։ Առաջին կետով հստակեցվում են սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարում այլ անձի, օրինակ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցիալական ծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները սահմանվում է, որ 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են նաև, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Սոցիալական ծախսերը կվերադարձվեն, եթե դրանք անմիջապես կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցով կատարված լինելը կարող է հիմնավորվել մասնավորապես դրա վերաբերյալ ծառայությունը մատուցողին, օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությանը, համապատասխան հաստատում կամ հայտարարություն ներկայացնելու ճանապարհով։ Երկրորդը խնդիրներ են առաջացել այն դեպքում, երբ առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է հանդիսանում գործատուն, սակայն շահառուներն այդ գործատուի աշխատողներն են։ Այս դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից, որից հետո գումարները փոխհատուցվում են աշխատողների միջոցներից։ Փաշինյանը տեղեկացնում է, վերջին տվյալներով Հայաստանի Հանրապետության 37737 քաղաքացի նոր համընդհանուր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել։ Նրանցից 17000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 16271-ը արդեն ստացել են սոցիալական կրեդիտները և ընդհանուր առմամբ պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ, այսինքն 1.5 միլիարդ համարյա արդեն քաղաքացիները հետ են ստացել, իսկ ինչքան լրացուցիչ հարկ է գեներացվել, գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ։ Վարչապետը կրկին հղում է անում Էստոնիայում գործող կարգերին։ 23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր է, այսինքն եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել, բացարձակապես ոչ մի գործարք։ Կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականության հարցը։ Գործադիրը որոշեց աջակցությունը երկարաձգել 2 ամսով։ Տեղեկացնենք, 2025 թվականի ապրիլի 1-ից սկսած աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողներին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։ Կառավարության նոր որոշմամբ թիրախային խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածները նույնպես հնարավորություն կունենան ևս 2 ամիս ստանալ աջակցություն, որն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50,000 դրամ է։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։